Հարգելի երևանցիներ, գործընկերներ, պարոն Ավինյան, ուզում եմ տեղեկացնել երևանցիներին 2023 թվականից ծառերի փոխարինման ծրագրի մեկնարկից ի վեր, ինչ է արվել մեր կողմից ծրագրի բացերը շտկելու համար։ Առաջինը, ծրագրի մեկնարկի օրվանից հարյուրավոր հարցազրույցների ընթացքում ներկայացրել են բնակչության առողջության համար սպասվող բացերի ռիսկերը։ Նոյեմբեր ամսին խնդրին առնչվող բոլոր պետական ինստիտուտների եւ երկրում հեղինակություն վայելող փորձագետների ներգրավմամբ իրականացրել ենք հանրային լսումներ, որտեղ ներկա էին Երևանի անվականու քաղաքացիական պայմանագիր, Մայր Հայաստան եւ հանրային ձայն խմբակցության անդամները։ Լսումների ընթացքում գիտնականների, փորձագետների, պետական կառույցների ղեկավարների եւ մասնագետների կողմից բազմակողմանի ներկայացվեցին ծրագրի բացերը հանրային առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, քաղաքաշինության եւ այլ տեսանկյուններից։ Դեկտեմբեր ամսին ավականու նիստին բարձրաձայնեցի, որ Երևանը ունի գլխավոր դենդրոլոգ, ուստի լեգիտիմ չեն լինելու ծառահատման տոմսերը, քանզի վարչության կազմում գլխավոր դենդրոլոգն է լիազորված, ուսումնասիրել ծառահատման տոմսերի օրինականությունը, հակառակ դեպքում հարցերը լուծվում են բացառապես մեկ կառույցի կողմից, առանց վերահսկողության, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Նախորդ ավականու նիստին խոսեցի հանրային առողջության տեսանկյունից ծառերի զանգվածային հատումների անթույլատրելիության մասին, նաև նշեցի փոխարինվող ծառատեսակների սանիտարահիգիենիկ անհամապատասխանության մասին, փողոցների կանաչապատմանը ներկայացվող պահանջներին։ Հատուկ կարևոր եմ համարում նշել, որ դեկտեմբերին իմ նախաձեռնությամբ ֆրակցիայի ղեկավարի կողմից առաջարկվեց հանդիպում կազմակերպել Երևանի քաղաքապետի հետ, որին ներկա էին ավականու անդամներ Արամ Թորոսյանը եւ Սեդա Տերմինասյանը, ինչպես նաեւ աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։ 1.5 ժամ տևած քննարկման ընթացքում մանրամասն ներկայացրեցի ծառերի զանգվածային հատման հետևանքով Երևանում առաջացած բնակչության առողջության համար սպասվող անկառավարելի ռիսկերի, ինչպես նաև կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի համար ստեղծված խնդիրների մասին։ Նշեցի նաև ծառերի հետազոտության մասնագիտական գործիքների եւ բույսերի բուժման համար տեխնիկայի ձեռքբերման խիստ անհրաժեշտության մասին։ Նաև քաղաքապետին փոխանցեցի արբորիստների եվրոպական ասոցիացիայի անդամ, ծառաբանների եվրոպական ստանդարտների հավատարմագրման պետական քննական հանձնաժողովի նախագահ, ծառերի խնամքի մասնագիտական միության նախագահ, ԱՊՀ տարածքում եզակի ծառերի խնամքի եւ փորձաքննության առողջ անտառ կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Պալչիկովի ինձ ուղղված նամակի պատասխանը, որտեղ 4 էջի վրա ներկայացված էր ծառերի զանգվածային հատումների եւ քաղաքում կիրառվող ծառերի էտի հետևանքով առաջացած ռիսկերը։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ 2024 թվականի փետրվարին քաղաքապետին կից ձևավորված բնապահպանական խորհրդի նիստին կհրավիրվեն միջազգային փորձագետները եւ ծրագիրը բազմակողմանի քննարկելուց հետո կընտրվի ծառերի փոխարինման գործընթացի գրագետ մեթոդաբանությունը։ Սակայն ոչ մի խորհուրդ մինչ օրս չի ձևակերպել, չի ձևավորվել եւ հետեւապես ոչ մի քննարկում միջազգային փորձագետների հետ տեղի չի ունեցել։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը հանձնարարեց բնապահպանության վարչության պետին ուսումնասիրել եւ ներկայացնել Երևանի հետ նման կլիմա ունեցող Ղազախստանի եւ Ուզբեկստանի փորձը։ Չգիտեմ, հարցն ուսումնասիրվեց թե ոչ, բայց ես դիմեցի այդ երկրների կանաչապատման ասոցիացիաների փորձագիտական խորհրդին եւ ստացա նրանց խիստ բացասական կարծիքը կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում շոկ քաղաքում ծառերի փոխարինման համար ընտրված մեթոդաբանության վերաբերյալ։ Դիմեցի նաև Ֆրանսիայի լանդշաֆտային ֆեդերացիայի նախագահ, գյուղատնտեսական արժեքների շքանշանի ասպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական խորհրդի անդամ, լանդշաֆտային ճարտարապետ Միշել Պենային։ Պարոն Պենան սիրով պատասխանեց եւ շեշտադրված շարադրեց սպասվող բոլոր ռիսկերը, ինչպես նաև նշեց, որ 2000 թվականին նրանք էլ Ֆրանսիայում նման մեթոդաբանություն են կիրառել եւ հետևանքների հետ պայքարում են մինչ օրս։ Փողոցների կանաչապատումը քաղաքի կանաչ կմախքի կարևորագույն բաղադրիչն է եւ զանգվածային հատումը անվերահսկելիորեն փոխելու է շրջակա միջավայրը բացասաբար ազդելով բնակչության առողջության եւ կենսաբազմազանության վրա։ Նամակ եմ ուղղել նաև ճարտարապետ քաղաքաշինարար Կազան քաղաքի գլխավոր ճարտարապետի նախկին տեղակալ Դարեթ Ալավենկովային, ով ավելի քան 50 հանրային տարածքների ստեղծման նախագծերի հեղինակ է եւ 200-ից ավել իրականացված աշխատանքների ղեկավար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության
Քաղաքաշինության նախարարությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության քաղաքների ջրային կանաչ կմախքների ստեղծման մեթոդաբանության մշակման աշխատանքային խմբի անդամ է։ Տիկին Տալավենկովան նամակում նշել է ծրագրի բացերի եւ քաղաքի ճարտարապետական միջավայրին վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ։ Այսպիսով, լինելով ավելի քան 20 տարվա քաղաքային կանաչապատման մասնագետ, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա եւ էկոլոգիա ամբիոնի դոցենտ եւ ԱՊՀ տարածքում կոմունալ հիգիենայի այս ոլորտի միջազգային փորձագետ, եւս մեկ անգամ կոչ եմ անում դադարեցնել զանգվածային հատման մեթոդաբանությամբ իրականացվող այս ծրագիրը, քանզի այն ունի գիտական, մասնագիտական, իրավական, բարոյական ոչ մի հիմնավորում եւ ուղղակիորեն վնասում է բնակչության առողջությանը եւ խորացնում Երևանի առանց այն էլ ծայրահեղ ծանր էկոլոգիական վիճակը։ Շնորհակալություն։